Բարի ողջույն, մեր սիրելի ժողովուրդ, այսօր ես շատ հետաքրքիր հյուր ունեմ։ Ես միշտ հետաքրքիր մարդկանց եմ հրավիրելու, որին ես սիրում եմ, որ չսիրեմ չեմ կանչի, ուզում է լինի ակադեմիկ, ես պետքա սիրեմ, որտև ես միայն իմ անկյունով չեմ սիրում, ես սիրում եմ նրանց, որ ամբողջ ժողովուրդ համայն հայությունը պետքա սիրի, բարի անձնավորություն, որովհետև բարություն ինձ համար առաջնային է, մարդ պետքա լինի բարի, եթե մարդը եղավ բարի, ինքը կհասկանա ինչ բան է սեր, ու իմ ընկեր տղան Սուվարը, բոլոր տղաներն իմ տղաներն են, մինչև երևի 50 տարեկան, իմ տղաներն են, մեր Սուվարն է, որը յոգան է իրեն, որը ես էլի տեղ եմ տալի շատ, բավականին լուրջ բաներ կխոսի, որ ձեզ պետքա ու նախ այսօր վարդավառն է, մի հրաշալի տոն քրիստոնեության, Հիսուսի պայծառակերպության նորն է, որ ես շատ եմ տեղ տալիս, նոր տարին եւ տղասելը շատ նոր տարին սիրում, իրացանության օր այդքան չէր սիրում, ինչքան նոր տարին, իսկ վարդավառը դա դիցուհի աստղիկն է եղել, որը որ վարդաջուր եւ վարդեր է ցողել, տենց է վարդավառ, իսկ ջուրը գիտեք ունի հիշողություն, ջուրը ունի մաքրություն, միջև Հիսուսն էլ է եղել դա, քրիստոնեությունն է եղել, տոնն է եղել, ու որ մարդիկ մի քիչ իրար վրա ջուր են ցանում, մենակ իրար մի կոպտեք էլ այդ ժամանակ, ուրախացեք, ամբողջ հայ ժողովուրդը որտեղ ուզում է լինի, ցնծում է այդ օրը, ցնծում, այն ինչքան մենք կուտակված բաներ մեր մեջ կա, հուզվում եմ, վարդավառի օր ինքը դուրս է գալիս, որտեղ ջուրը մաքրում է ամեն աղտ, մարդուն որ ջրից զրկես ինքը կմահանա, ջուրից չես կարող, կում խմեք, որ ըմբոշխեք, ու այդ օրը, այսօր, ամբողջ հայոց լեռն աշխարհի ջուրը օրհնված է, իրոք օրհնված է, որտեղ բոլորը դա են ուզում ու գիտեն հիմա հրապարակում, տեսեք ինչքան լավ է, որ մարդիկ ուրախանում են, ահել ջահել, մի ջղայնացեք, որ վայ ավտոյից վրա ջուր լցրեց, վայ վրա ոչինչ, մի անգամ է դա, այս մի օրն է, այդ ջուրը որ լցնում եք, ասեք օրհնվես, այնքան լավ բան է օրհնություն ասելը, այդ տեսեք դուք զատիկին, որ զատվում է, չէ, վարակուրները բացվեց ու զատվեց, որ ոչ մի չար բան չանեն էլ մարդիկ, նույն էլ ջուրն է, այդ ջուրերն իրար վրա ցողում ենք, հիշենք դիցուհի աստղիկին, բացառեք կարդացեք, հիմա փառքաստու ինտերնետ ամեն ինչ գրում է, որ ինքը սիրո օր է, մաքրության օր է, ազնվության օր է, վարդը, սիրո ծաղիկ, սիրո խորհրդանիշ, որ սրանից հետո աշխատեք, եթե դուք տենց մաքրվեցիք, էլ ոչ մի վատ բան չանեք, ոչ մի վատ մտքեր, որտև Հայաստանը հիմա շատ լավ վիճակի է գնում, իրոք, շատերը չեք հավանի իմ ասած, շատերը չէ, որոշները չեն ուզում, որ ասեմ, Հայաստանը ճիշտ վիճակով է գնում, որովհետև ամբողջ աշխարհը ամենաճիշտը հիմա Հայաստանն է գնում ու ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմական վիճակները Ռուսաստան, Ուկրաինա դեռ ծայրը չի երևում ու շատ երկրներ կներգրավեն այդ պատերազմի մեջ, որը լավ չի, որտեղ էլ չկա պատերազմ, այնտեղ կա երկնային աղետներ։ Ու այդ վիճակից ելնելով մարդիկ իմանան, որ Հայաստանում խաղաղ ու լավ է, հետ կգան։ Եվ հետ կգան, եւ ոչ միայն հայերել հետ կգան։ Իսկ որ ասում են, ես ուզում եմ սա կրկնեմ, չգիտեմ դու ինչքանով գիտես, որտեղ ամեն անգամ ես դա ասում եմ, այդ 300,000-ը ինչքան Ադրբեջանցին գալ, այտենց բան չկա։ Ոչ մի, եթե եկավ Թուրքիայի կողմից, այդ մեր հայերն են։ Ադրբեջանցիք չեն կարողան այստեղ ապրեն, որտեղ իրանք մեզանից վախենում են, իրանք գիտեն, որ մենք ուժեղ ենք, ու ես Ալիևին հերոս չեմ համարի, Ալիևին էլ հաղթական չեմ համարի, եթե Ալիևին են երկրներ իրար կողքը չլիներ, հիմա մենք Բաքու էլ են գնացել թեյ խմելու, հենց այդ 44-ը։ Ես չեմ ուզում այս ամեն ինչին անդրադառնամ, որտեղ դա արդեն հնի մեջ է վերջացավ,
կարևոր առաջ գնանք, բարի լինենք հենց վարդավարի օրով, վարդաջուր, վարդը, բայց հիմա վարդից էլ են առաջվա հոտը չկային, անուշ ինչ լավ հոտ էր գալիս, սերը կորել է։ Քիմիայով է մշակվում, Լուսիա ջան, վարդերը, սնունդը, մնացածը, դրա համար ինքը կորսրել է իր համը, հոտը, այն առաջվա բուսականությունը չի, էկոմի բան, որ գտնում ես, ուրախանում ես։ Մեկ կարող անդադեմ ներող կլինես, որտեղ պահիտակ ես քո պատասխանից ես հարց կհիշեմ։ Միջև ասեմ կմոռանամ արդեն, դրա համար ես թռիչքներ ունեմ, գրում եմ միշտ։ Հիմա ուզում եմ դու ներկայացնես յոգան իրանից ինչա ներկայացնում, որ դու բարի մարդ ես, որ յոգան մեր ժողովրդին իրոք պետք է, որտեղ դա մարմնի մաքրության, զոլալության, շնչուղին է, թթվածնի միջոցով մենք մաքրվում ենք։ Այդ որ հագնա Աստված կօգնի պատպաչել, քահանայի ձեռու ոտ պաչել, թող պաչողը պաչի։ Բայց ամեն մարդ իր շնչովը փչել է Տերը, այդ շնչով եկել է այս աշխարհ, մենակ, ոչ ոք մեր ձեռքը չի բռնել, այդ շունչը մեր մեջ է, ես շատ եմ կրկնել, փոքրիկ Հիսուսիկն է, որ ընտեղ մեր մեջ է, մենք իրան չպետք է նեղացնենք, այդ թթվածի նոթը, որ կա մաքուր, չպետք է նեղացնենք, ու ձեր շնչառական ձեր, այդ վարժությունները շատ օգնում ամեն ինչի, ուսակուշակության հետ չկապեն, այդ մանտրաները ես շատ եմ տեղ տալի, որտեղ մանտրաները, գիտեք չէ, ամեն մանտրան պետքա մեծատար, յուրաքանչյուր աղոթք պետքա գրվի մեծատառով, որտեղ ամեն մի տառը բառ է, չէ, նամախ, հենց տեկուս օմ, այդ արդեն օմը, արդեն ինքը բառ է, մի բառ չի, օմը, դու դրանք ամեն ինքը տեզերքի ձայնն է։ Տեզերքի ձայնն է օմը։ Տեզերքի ձայնն է, եթե լսենք, ծառն էլ է մեզ խոսացնում ու խոսում, եթե մենք ծառին կրկենք ու ականջը տնենք, ինքը խոսում է, խշում է, որ ուշադիր լինենք, կլսենք։ Մենք բնությունից չպետք է կտրվենք, եթե մենք բնությունը սիրենք, գնահատենք, տեսնենք, խոսենք, մենք պատասխան անպայման ստանալու ենք։ Իսկ յոգան էլ բնությունն է, ամենառաջինը թթվածին է, որ դա Տերն է։ Ու այդ հանելուկ էլ եմ ասում, շատ եմ կրկնել, ինչն է մեզ մոտ, որ նայում ենք ու չենք տեսնում, դա քիթն է ու թթվածինը։ Մեզ մոտ է, նայում ենք, բայց չենք տեսնում։ Կապն էլ էդ է։ Նույնն էլ հորանջելը։ Շատ անգամ ասում են, որ աղոթքի եկեղեցում շատերն են հորանջում, այդ դու եթե ունես պատասխանը, դրա դուր խնդրում եմ, որտեղ այդ հարցերով ինձ դիմում են, ես չեմ ասի, որ քահանաներն ասում են, քեզ շշմացնում է, չարը քնացնում է, որ դու չաղոթես, ես դա չեմ ասում, ես ասում եմ ընդհակառակը, քեզ Աստված շարժում է, որ արթնացի, դու հորանջեցիր, այս, ինքը իմ հետ է, ես ավելի շատ պետք է ազատվում ես դու, Լուսիա ջան, հորանջելով ազատվում ես, էներգետիկ համակարգը սկսում է մաքրվել, ազատվել, այսինքն հորանջելը իրականում վատ չի։ Չէ, վատ չի։ Նույնը կարող է ինչ-որ այլ տեսակ ինչ-որ վիբրացիաներ ունենա մարդը, ինչ-որ քոր սկսվի մարդու մոտ, այսինքն դու դրանով ազատվում ես, նեգատիվը դուրս է գալիս։ Իրականում այս մեր եկեղեցիները, որ կան սարքել են, հին նորմալ եկեղեցիների մասին է խոսքը, որը որ ճարտարապետական այնպիսի ձևավորում ունի, այնպիսի տեղում է գտնվում, այնպիսի լուծումներով է արած, որ ուրեմն բուժի մարդուն, հանգստացնի մարդուն, որոշակի հոգևոր process-ներ արտնասնի այդ մարդու մոտ, այսինքն լույսը ոնց կընկնի այնտեղ, ինչ քարերը, ամեն մի դետալը ոնց դրված կլինի, հա, այդ ամբողջը մարդու հոգեհուզական համակարգը, մարդու ներաշխարը, որոշակի process-ներ ակտիվացնելու, որոշակի ձևով մաքրելու, այդ դրա համար է։ Բայց քարերն էլ են չէ շնչում։ Իհարկե, քարերն էլ են շնչում, քարերն էլ ունեն լեզու, նրանք էլ են շփվում եւ խոսում, բույսերն էլ են շփվում եւ այստեղ շատ հետաքրքիր մի այսպիսի արտահայտություն կա, ասում է, երբ որ
այդ ծառը կտրող մարդը, հա, մտնում է անտառ, որպեսզի ծառը կտրի, ամբողջ անտառը դողում է վախից։ Այս դիմացի ծառը մյուս ծառներին ասում է եկել է կտրի մեզ։ Բույսերը ապացուցված է, որ իրենք զգում են։ Ես գիտեմ, ես Եվ ծառի զգում լեզուն ինք թարսի գաղափարն է։ Եվ մարդը ինչի է հիվանդանում, Լուսիա ջան, որովհետև հեռացել է բնությունից։ Յոգան այն մասին է, որ դու նախ մի հատ պետք է ճանաչես քո բնույթը եւ քո բնությունը եւ մոտ լինես քո բնույթին եւ բնությանը։ Դուք շատ ճիշտ ասեցիք, որ մարդը նախ պետք է մարդ լինի, բարի լինի, հա, բարությունը իրականում աստվածային կարողություն է։ Ինչքան բարի է լինում մարդը, այդքան Աստծուն մոտ է, հատկություն է դա աստվածային եւ մարդը ամենառաջին չպետք է մոռանա, որ ինքը մարդ է։ Իսկ մարդկային լինել։ Իսկ այսօրվա դարում մի քիչ որ խառնվել է ամեն բան, ուրեմն այդ ամեն ինչը փորձություն է, բավականին դժվար, բայց ես գիտեմ եւ ես վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր այդ իրենց բարությունը, իրենց անկեղծությունը, իրենց ազնվությունը, իրենք չեն կորցնում։ Իրենք դրա համար ասում ներող կլնես չափից դու սպառությունն էլ հիմարությունն է։ Դե այսպեսի լավ խոսք կա, ասում է, ուրեմն պետք է այնքան քաղցր չլնես, որ քեզ կուլ տան, եւ այնքան դառը չլնես, որ քեզ թքեն։ Բա հա 10 ու ոչինչ չստանաս։ Մեր տեզերքը, Լուսիա ջան, օրինակ յոգան ինքը տեզերքի մասին գիտություն է, քո մարմնի մասին գիտություն է, քո շնչառության մասին գիտություն է, ինչպես առողջանաս, ինչպես էվոլյուցիայի ենթարկես քեզ, քո մարմինը, քո առողջությունը եւ քո գիտակցությունը։ Այո, մարդու գիտակցությունը կարող է էվոլյուցիայի ենթարկվել։ Մարդը այսօր չի կառավարում իր մտքերը։ Յոգան քո միտքը հանգստացնելու եւ կառավարելու մասին է։ Մարդը այսօր չի կառավարում իր էմոցիաները։ Յոգան քո էմոցիաները կառավարելու մասին է։ Իսկ այդ կարծիքները, որ կրոնա, աղանդա, սատանիզմա կամ գիտեք, այդ ուրեմն 21-րդ դարում այսօր դե բավականին մենք զարգացել ենք, չէ՞, արդեն մարդկությունը։ Այսինքն դա իրականում մի փոքր գիտությունից հասկացող, զարգացած մարդ է կամ օրինակ ասենք մի քիչ բան մարդ ինքը կհասկանա, որ հիմարությունը իսկապես յոգան այնպիսի հրաշքներ է գործում մարդու առողջության տեսանկյունից, հոգեբանությունը բուժելու տեսանկյունից, հա, մարդիկ շատ այսօր տրավմաներ ունեն, այսօր շատ խառն է մարդկանց կյանքը, ամեն մեկը իր հոգսով, ամեն մեկը իր պրոբլեմով, ամեն մեկը իր դարդերով, իր ցավերով, ու մեզ ինչ որ մի միջոց է պետք, չէ, գործիք է պետք, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ այդ ստրեսի մեջից, վախերի մեջից, անօգնականության, այդ զգացողության մեջից։ Յոգան շատ լավ օգնում է։ Շատ լավ օգնում է, ու եթե ես առաջ խոսում էի յոգայի մասին, դե տեսականորեն շատ լավ գիտեմ յոգան, բայց այն ժամանակ գործնական փորձը քիչ էր։ Իսկ հիմա այնքան գործնական փորձ կա, այնպիսի մենք առաջընթաց ունենք, այնպիսի փորձ ունենք, որ կարող եմ հստակ որ ասել, որ այո օգնում է, հոգեբանորեն կարգավորում է մարդուն, այո ֆիզիկապես կարգավորում է մարդուն, ֆիզիկական առողջությունը։ Ամենառաջինը դա մեր ողնաշարն է, ողնաշարի հետ կապված խնդիրները։ Այո, 33-ը հենց այնպես չէ, 33 ողերը, ամեն ինչը 33-ը Քրիստոսի հետ էլ է կապված եւ դա իրականում միստիկ թիվ է, չէ, 33-ը ու 3-ն էլ ամեն ինչի 3 ու 33։ 33-ը Լուսիա ջան, ինքը ուրեմն մարդը 33 տարեկանում փորձությունների մեջ է ընկնում։
բավականին տրանսֆորմացնող տարիք է դա։ Բայց ընդեղ Սուվար ջան չի ասում Հիսուսը 33 տարեկան էր, գրում է մոտ 33 էր, կողալինի 31, 2, հետո երեքները, սուրբ երրորդություն, ամեն ինչը երեքն է, երեք մոգերը, որ եկան, քրմերը, հայր որդի եւ սուրբ հոգի, այդ երեքը շատ կարևոր է, ինքը լավ թիվ է, ինքը 33-ն է, բայց որ 33-ը վերցնես, ես նումերալոգիա չեմ ուզում այստեղ մեջ գցեմ, մաթեմատիկա եմ ասում, 6-ն է տալիս, չէ, 6-ը, 6-ն էլ մեր ստամոքսն է, այդ կերակրափող եւ ստամոքս, ու եթե շուր ես տալիս 9-ն է, 9 էլ ուղեղ ու ողնուղեղն է, 6 ու 9-ը, 9 յան, աստրոլոգիայի նշանով խեցգետի նշանն է, թարսուս շիտակ։ Դաոսական ինյան է, այո, հավասարակշռությունը, այսինքն ամեն ինչ պետք է գտնվի հավասարակշռության մեջ։ Որ ստամոքսի մեջ ուղեղ մի փնտրեք, էսա կարևոր 6-ի կաղապարը, բայց չասեն սատանու թիվը, չկա տենց բան, էդ էլ է գրված մարդու թիվը, հաշվեք ու գթեք, մեր օրգանիզմներ լիքը 6-եր, ականջներից արդեն 6-երը գնում է, սաղնա, չէ ականջը, կերակրափողը կա, այդ երիկամները, 6-եր, 9-երը շատ է։ Լուսե ջան, ես ձեզ մի հատ սենց հետաքրքիր բան ասեմ, ուրեմն տեսեք, ագրավը, ըստ մեր, օրինակ ասենք, այս սովետական մտածելակերպի, ինքը վատ բան է, չէ, կռացող, ինչ-որ ագրավի հետ կապված վատ ասոցիացիաներ կան։ Բայց օրինակ տեսեք, ամերիկյան մուլտֆիլմերի մեջ ագրավը համարվում է շատ խելացի կենդանի, իմաստուն թռչուն, ուսուցիչ է, չէ, այդ ամերիկյան մուլտիկների մեջ ագրավը ուսուցիչ է, ուսուցչի դերն է տանում։ Այսինքն սովետը ինչ արել, վերցրել է, հակառակն է բան արել։ Ու այսպեսի շատ բաներ կան մեր իրականության մեջ, որ վերցված է ու փոխած է։ Այսինքն նույն այդ 6-ի մեջ որ խորանանք, հնարավոր է ինքը շատ լավ թիվ ստացվի եւ շատ կարեւոր թիվ ստացվի։ Եվ նույնը 13-ի մեջ շատ հետաքրքիր էր, 13-ը աղջիկս 10 ամսի 13-ին է ծնվել, ապրիլի ու սենց հա մարդիկ կան իրենք դե իմ շրջապատի հիմնականում միստիկներ են բաներ են։ Այդ մարմինն է։ Այո, շատ իրականում շատ լավ օր է ծնվել եւ ինքը շատ լավն է ու շատ լավ էլ կարմա կունենա։ Ընկերներ ջան, ժողովուրդ ջան, ուրեմն այս մեր Սուվարը ունի հրաշալի ընտանիք, ունի 2 հրաշալի երեխաներ, որտեղ ինքը բարի է, իր կինն էլ է բարի, որտեղ այս ընտանիքում կա սեր ու ինքը ունի հրաշալի ընտանիք եւ իր աշխատանքը, ես այսպես ասեմ, ուսմունքը, քո աշխատանքը, ինչով որ դու աշխատում ես, չեմ ասում զբաղվում, աշխատում ես ու մարդկանց օգնել, շատ արդյունավետ է լինելու, որտեղ արմատդ քո բարությունն է։ Ես դա տեսնում եմ ընտանիքով, բայց ով է ասում ես չար եմ, ոչ ոք չի ասի չար։ Հայլուն նայեք ուշադիր կտեսնեք, դուք չար եք թե ոչ, որտեղ դու որ հայլուն ուշադիր նայում ես, քո դեֆեկտներն ես գտնում, ու անմիջապես վազում ես, որ կարգի բերես, բայց դու տենց ես ծնվել։ Այն մարդիկ, ովքեր մարդկանց հետ են աշխատում, ես, դու ու մեր նմանները, քահանաները պարտադիր, որտեղ իրանք աղոթք են անում առողջության, չարի դեմ, սաղմոսներ են ասում, պետք է շատ բարի լինեն, ռուսերեն ասեմ էլի, слишком բարի լինեն, քահանաները հատկապես, ինչ քահանային ասես, ինքը պետք է լռի, ինչպես Հիսուսն էր լռում, ինչը տզ են խաղում, ասում են, ով է, Հիսուսի հետևից խփում են, չէ, զինվորական ես մասը ով է, ես ասում եմ տզ են խաղում, ինքը լուր էր, այդա մենք պետք է լինի բարին, դրա համար քո ընտանիք առողջ է, ես իմացա, որ դու բալիկ երկրորդ ունեցար, Աստված օրհնի ու պահպանի ընտանիքդ, ու ինքը լավ է լինելու, որտեղ դու լուսավոր մարդ ես, ես քեզ չեմ կանչի գովելու, ես ուզում եմ աշխատանքը, հա, ճիշտ ասած մի քիչ կարմրեցի, բայց պետք է ասեմ, ինչի չասեմ որ, դե որ գալիս է ասա Լուսիա ջան, մենք խելոք լսում ենք, որ մարդիկ դիմեն քեզ ինչ առումով, որ սա գովազդել չի,
որտեղ բարի գործ ես անում։ Ես ուզում եմ մեր ժողովրդի մեջ բարություն մտնի։ Եթե մարդը ինքը բարի է արմատով, իր երեխեք անպայման առողջ ու լավն են լինում։ Այտենց իմ տղա ընտանիքն է նաև։ Ես էլ եմ սենց անալիզ եմ անում, արմատից նայում եմ, 3 երեխա ունի ու ես ասեմ դա 2 աղջիկ մի տղա հարսիկս մի քիչ մեծ էր արդեն այդ 3-րդ երեխայի համար, որ բժիշկներն ասում են կեսարանով ծննդաբեր ինքը չհամաձայնվեց, ասեց ոչ, ես ուզում եմ բնական։ Այո։ Այն երկուսին էլ է բնական բերել, այս տղային էլ բնական բերեց ու շատ առողջ հրաշալ ընտանիք, որտեղ իրանք ամուսիններով սիրում են իրար։ Այո։ Իրականում այն ընտանիքում որտեղ որ կա սեր, այդ ընտանիքում երեխաները երջանիկ են։ Լուսավոր են լինում ու երջանիկ։ Մատնել փուշ կմտնի, կնգել, մոծակա կծել էր, ես մեր հանդիսատեսին մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, քանի որ խոսեցինք ընտանիքի մասին։ Դա է թեման։ Ուրեմն հետաքրքիր գաղտնիք, որը որ պետք է իմանան բոլորը։ Ինչպես այնպես անել, որ ընտանիքում հարաբերությունները կարգավորվեն, եթե նույնիսկ կան խնդիրներ։ Ես մի հատ այնպես բան եմ ասում, որ ոչ մեկ ոչ միտեղ չի ասել։ Ասենց հետաքրքիր է շատ, բոլորին հետաքրքիր կլինի։ Կինը սկսում է հարգել իր ամուսնուն։ Առանց պատճառի հարգում է, որ նա տղամարդ է։ Եվ տղամարդը սկսում է հարգել իր կնոջը, ուղղակի զուտ այն բանի համար, որ ինքը կին է։ Իր կնոջ մեջի կնոջը սկսում է հարգել։ Եվ հակառակը։ Հարգի, որ հարգվես։ Հարգանքը քիչ-քիչ ձևավորելու է սեր եւ եթե դու հարգեցիր քո տղամարդուն, կսկսի իր վատ սովորությունները դուրս բերել։ Դա կստիպի նրան, որտեւ այդ հարգանքը ինքը ուզելու է էլի։ Եվ հակառակը։ Դա քիչ-քիչ դանդաղ ձևափոխելու է այդ ընտանիքը, տրանսֆորմացիայի ենթարկելու, ու այդ մարդիկ սկսել են սիրել իրար, այդ արդեն խաղաղությունը, հոգատարությունը, տղամարդը կդառնա իրական տղամարդ եւ կինը կդառնա իրական կին։ Ուղղակի զուտ մեկ բան, հարգանքը։ Մի որոշ ժամանակ, 1 ամիս, 2 ամիս, թող փորձեն մարդիկ։ Եվ հետո գրեն մեկնաբանության մեջ, ստացվեց։ Ինձ թվում է պետքա որ ստացվի, այո, որովհետև հարգանքը շատ կարևոր է։ Բայց ասեմ քեզ, դա տես հարցը արդեն դուրս եկա, որտեղ իմ հարցերի մեջ դա կա շատ կարևոր 2 հարց ես գրել եմ, ինչ անել, որ ընտանիքում սեր ու խաղաղություն լինի եւ առողջ սերունդ տեղաճի։ Հիմա ճիշտ է երիտասարդ տարիքիներ ընդհատացում են առանց սիրո ոչ մի ընտանիք, բայց սերը չի, հարգանքն է։ Հիմա ես իմ տարիքին արդեն հա եթե հարգում ես, քաշվում ես, ցկվում ես, բայց կան մարդիկ, որ ասում են ինչ հարգեմ, որ սենց բաներ անում, որ դու հարգես ինքը կամա չի, որտեվ ինքը մարդ է։ Կփոխվի, ինքը կամա չի, կգնային կողմ, որտեվ սուքարանում սկսում են մարդիկ լավ մտածել, որտեվ այնտեղ 4 պատը, ինքը նստած, այդտեղ գնում է շատ ճիշտ, յոգանա դրաման եմ դա ասում, շատ ճիշտ շնչառական վարժություն, սուքարանում, ու քուղեղը պայծառանում բացվում է, քո բոլոր եկած ինֆորմացիաները ճիշտ են, բայց այնց դուրս եկար մոռանալու ես դու։ Ուզում ես փորձ ինչ-որ մի բան աստեղ միտքից դուրս գաս կմոռանաս, որ հիմա ես պետքա գնամ մի բաժակ ջուր խմեմ սուքանից, որ դուրս կա մոռանալու ես, որ պետք է ջուր խմես, որտեղ այնտեղ ուղեղը պայծառ է։ Մեկսա այդ հարգանքը, այո, ճիշտ ես ասում, հարգանքն եղավ սերինք ստենքան լինելու, որտեղ երեխաներին չեն դաստիարակում, երեխեքը տեսնովի ու սովորովի է։ Օրինակ են ծառայում։ Այո։ Օրինակ են ծառայում։ Անում ու չի կարելի դիտողություն անել, որտեղ ինքն էլ է մարդ, ինքն էլ է վիրավորվում ու քո կամքը պետք չի թելադրել երեխուն, քանի տարեկան լինի,
բայց ինքը պետք է իմանա, որ սա իմ papan է, papan չի սիրում, որտեղ բոլոր երեխաները աղջիկ թե տղա իրանց papai վրա վստահ են, որտեղ ասում են papan սեկավ մանկապարտեզից papan թրցնում է երեխուն երեխեն կչկչում է, որտեղ ինքը չի վախենում, որ կանգնի, որտեղ papan իրան բռնելու է, այդ տենց քոքն է, արմատն է այդպեսի, այ դա կասես դու հիմա էլի, որ մտնի գլուխները մի քանի, եւ ինչ անեն մարդիկ, ինչ մանտրա, ինչ մտածել, ինչպես անեն, որպեսի այս չարությունը մարդու մեջից դուրս գա, որտեղ ահա որ իրար ուտում են ու չեն մտածում, իրոք չեն մտածում, ուղիղը մտածելու համար են 9 թող հիշեն։ Մի հատ մտածեն էլի խոսք ասելուց առաջ մի հատ մտածեն, չհարցակվեն անգրագետ ինչ որ բաներ խոսան իրանց դնել։ Ինտելիգենցիան գրագետ մարդիկ այդքան չեն խոսում, անգրագետությունը ահա որ է դառը։ Հենց իրանք խոսում են ու խառնվում է իրար, ու մեր ժողովրդին դրսեն վատ մարդիկ, ոչ հայեր իհարկե, մեր հայերը թույլ տեղը գիտեն։ Մենք շատ հավատացող ժողովուրդ ենք, մենք ամեն ինչի հավատում ենք, ինչ որ տեղեր դաժե ասում հարիվ։ Միամիտ ժողովուրդ ենք մենք, մի լավ բան ասում են, անմիջապես հավատում են։ Պետք չի հավատալ ոչ մեկին, ամեն մարդ ինքն իրեն պետք է հավատա, որ մեր դու քո ընտանիք օջախը լավ պահեցիր, նրան էլ է լինելու, ամբողջ երկիրը մեր հայոց աշխարհը շատ լավ է լինելու, որտեղ ազգը ընտանիքով է ուժեղ, միշտ լինում։ Դու դա ասա, ինչ անեն, որ այդ չարությունը դուրս գա ամուսիններով, ես օրինակ շատ եմ իմ այցելուներին ասում, նստեք մարդու կնիկ իրար հետ զրույց արեք, էլի մի հատ զրուցեք։ Մեր Խոսելը շատ կարևոր է, Լուսի ջան։ Հայ ազգը զրուցել չունի։ Բոլոր հարցերի շուրջ պետք է նստեն խոսեն։ Ես հիմա կլռեմ, դու ասա չարությունը եւ ընտանիքի ամուր լինելը, որպես այդ երեխեքը այդ ընտանիքում, որտեղ բոլորը ամուր երեխաներ ունենանք, որտեղ երեխաները դա մեր ապագան է, այս մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության ապագան, դա մեր երեխաներն են։ Եթե մենք իրենց առողջ օրինակ չլինենք, երեխան ինչ անում, տեսնում է, օրինակներ է տեսնում, ու ինքը այդպես է, ինքն էլ է փորձում այդպես լինել։ Մենք եթե ինքը վատ օրինակներ է տեսնում, ինքը ոնց պետք է փոխվի, ուրիշը լինի, չէ՞։ Ինքն էլ իր ձևով է վատը լինելու։ Դրա համար ծնողների ամենաառաջնային խնդիրը դա այդ սիրո միջավայրը ստեղծելն է ու լինել օրինակ։ Սիրո միջավայրի մեջ, հարգանքի միջավայրի մեջ ձևավորվել են առողջ երեխաներ։ Առողջ երեխաները առողջ գիտակցություն է գալու։ Առողջ գիտակցությունը բերելու է առողջ ազգ։ Եվ Լուսիա ջան, տեսեք, այդ չարությունը, ագրեսիան, չուզողությունը եւ նմանատիպ բաները ինքը գալիս է ներքևի չակրաների խախտվածությունից։ Իսկ սիրո պակասը գալիս է մեր կրծքավանդակի էներգետիկ կենտրոնի, որը այո, մի քիչ վերև, այո, եւ այստեղ տեսեք, այս կոչումը անահատ է, դեպ Անահիտ Աստվածու հետ է կապված նաեւ։ Ես չգիտեի դա։ Հա, անահատան, որովհետեւ հայերն էլ են յոգա ունեցել։ Հա։ Հայերը, որտեղ մենք արիացիներ ենք, չէ՞ եղել։ Բայց ոչ շամաններ։ Արիացիների մոտ է յոգան ուրեմն եղել, պահպանվել, հետո փոխանցվել, հետո գնացել է Հնդկաստան, այնտեղ է պահպանվել։ Բայց դա չի նշանակում, որ հնդիկներինն է։ Ոչ, ավելի շատ հայերինն է, քան թե հնդիկներինը։ Ուղղակի դա այստեղ չեն պահել, կորսել են այդ գիտելիքները, այդ գիտությունը, որտեղ ինքը մեզանից շատ բան է սովորել, 500 տարի միասին են կապրել, նրանք էլ են ցեղասպանությունից, մեր հայերը իրանց բանակում կռվել են, մեր դրոշով, առաջ գնացող զինվոր ու հաղթել են հայերը շնորհիվ։ Ու ինչ անեն այս մեր ժողովուրդը կամ մարդիկ։ Այդ չարության մասին ասա, սպասի հարց առաջացա։ Պետք է կարողանալ կատարել շնչառական վարժություններ։ Որ ասում ես չակրաներից է գալիս, չէ։ Այո։ Շատ կանայք կանացիների լուրջ խնդիրներ ունեն։ Այո։ Եվ արգանդի հեռացում։ Այո։
այդ չբերությունները որ կա մի հատ երեխա լինում այլ չի լինում այն էլ չգիտեմ ոնց է լինում ու դողումը դե էգոն ուժեղը արդեն գիտեք երեխու ինչ անի այդ կինը ուզում է այլ երեխան բայց չի լինում ասում է ամուսնու սիրում եմ երեխան ուզում բայց չի տալի այդ բառացի է սիրում սիրելը տենց չի հետո թզենին հիշենք որ անպտուղ երկրորդ չակրայի խնդիրը դա Լուսիա ջան երկրորդ չակրայի խնդիրը որը որ այդպես մեր չակրաները շատ են իրականում բայց 7 գլխավորներն են հիմա առաջինը պոչուկում է երկրորդը սեռական օրգանների շուրջա պորտից 3 մատ ներքև երրորդը պորտի շուրջա չորրորդը կրծքավանդակում է անահատան ամենակարևոր կենտրոններից է այստեղ է սկսում սերը չորրորդ 5-րդը այստեղ գալիս է արդեն բայց այս բուրգերն է չէ կոկորդը երրորդ աչքը եւ գլխագագաթը բուրգերը այդ մերն է վերև ու ներքև այո երանկյունը Երանքյունն են, հա։ Այդ բուրգն է էլի, այդ եգիպտական բուրգերը հենց այնպես չի։ Դե հենց այնպես չի, իրականում այնտեղ իհարկե այնտեղ էլ մարդու մասին, գիտության մասին, տեզերքի մասին այդ ամբողջը։ Հիմա ինչ պետք է արվի, այդտեղ երկրորդ չակրան բլոկավորված է։ Շատերի մոտ Լուսիա ջան, դա հոգեհուզական համակարգի հետ է կապված։ Այսինքն հոգեսոմատիկա ուղղակի։ Եթե այդ մարդը աշխատի իր հոգեսոմատիկայի հետ, այնտեղի բլոկը հասկանա, ինչն է փակում, ինչն է սեղմում այնտեղ։ Այդ կարա իրանից չլինի, իր ծնողներից լինի, իր տոհմից լինի։ Շատ խորը արմատներ կարա ունենա։ Նու մի խոսքով, եթե երկու բառով, ապա կոնքի հետ աշխատենք։ Կոնքի հետ աշխատենք։ Եվ նաև իր ու իր ամուսնու հարաբերությունները։ Այս շատ կարևոր է։ Եվ նաև ինչքանով ես դու պատրաստ ու ինչքանով ես դու անվտանգ համարում այս աշխարհը, որ պատրաստ լինի նաև քո օրգանիզմը այս աշխարհ բալիկ, հա, բան անել, բերել։ Ինչքանով է աշխարհը քո համար անվտանգ։ Այդ անվտանգությունը քո օրգանիզմը հասկանում է։ Եվ եթե անվտանգ է, ցանկալի է այս աշխարհը քեզ, դու ցանկանում ես ապրել, դու ունես այդ ուրախությունը, օրգանիզմը ու բնությունը նպաստում է, բոլոր ուժերը նպաստում են, որպեսզի բալիկը լինի ու բալիկը գա։ Ընդհանրապես հոգին որ գալիս է, ինքը նախորոք է գալիս։ Ինքը նախորոք գալիս է, մամայի գլխի ետևում մնում է եւ հետո նոր անցնում է երեխայի մարմնի մեջ։ Ինչ լավ բան ասեցիր, որքանով ես դու պատրաստ աշխարհին։ Այո։ Եվ աշխարհն էլ քեզ չէ, աշխարհը ամեն ինչ տվել է։ Ինքն էլ մենք բան չենք ուզում, ինչ որ կա, բայց ինչի այս մարդը ծնվել է եկել այս աշխարհ ամուսնացել է ու ուզում է բալիկ ունենա։ Ինչի չի լինում, ինչի չի տալիս իրան։ Ինչ է հասկանում 18, 19, 20, 30 տարեկան մարդը, որ տոհմական կարա լինի խնդրեմը նաև հիմնականում հենց այդտեղից էլ գալիս է, տոհմից է գալիս։ Տոհմից։ Այո, տոհմի էներգիայից։ Կարմայից պաստորեն։ Այո։ Հիմա կարա այնպես լինի, որ օրինակ ասենք ինքը իր անցած կյանքերում, ասենք ապորտներ արել։ Ատեից կարա գա, տոհմից օրինակ ասենք կարա գա, ենթադրենք իր տատիկը կամ նախատատիկը իր պապիկին չի սիրել։ Կան չէ, այդպես տատիկներ ասում են ինչի ես ամուսնացա քո հետ, ինչ ես երեխա ունեցա, եւ էսի ծրագիր է, որը որ գենետիկորեն, գենի միջոցով կարա անցնի հաջորդ սերունդներին։ Ու ասենք ինքը այնտեղ բլոկ ունի, ինքը այնտեղ վախ ունի, ինքը այնտեղ ցավ ունի։ Այդ Իրանը չի, իր տատիկինն է։ Բայց ինչ անի։ Աշխատի դրա հետ։ Ինչ, օրինակ ինչ։ Գնա տատիկին հասնի, այստեղ ուրեմն մասնագետները մահացել է։ Տես, էներգետիկ պլանի վրա ոչինչ չի կորում։ Այսինքն մենք կարող ենք ուղղակի վիզուալիզացիա ունենալ, չէ՞, մենք կարող ենք ուղղակի նստել, հիշել այդ ամեն ինչը, որը որ տեղ ունենում իդեպ յոգայի սեանսների ժամանակ, հիպնոթերապևտը այնտեղ կարա աշխատի, այնտեղ հոգեբանները կարան աշխատեն։ Իսկ հոգեսոմատիկայի հետ մենք աշխատում ենք։ Յոգան էլ է աշխատում, հոգեբաններն էլ են աշխատում։ Եվ մենք գնում ենք, հասնում ենք, գտնում ենք այդ հարցը, նախ մի հատ հասկանում ենք, որտեղից է գալիս խնդրեմը, եթե իմ նշած տեղից է գալիս, մենք
բաց ենք թողնում այդ իրավիճակը, ներում ենք տատիկին, ներում ենք պապիկին, հա, հաշտեցնում ենք այնտեղ իրենց եւ այստեղ ծրագիրը փոխվում է։ Բայց կարող ինքը չգիտի, որ դա իր տատից է։ Դե հիմնականում չգիտեն, այո, հիմնականում չգիտեն, դրա համար էլ լուծումը չեն հասկանում։ Ու ինքը գնում է գուշակի մոտ, գուշակն ասում է պտարակով վրա թուղթու գիր արել։ Դե հիմնականում գուշակներին չեն ասում։ Այդ են չէ ասում։ Այսինքն գուշակը գիտի իր հաճախորդին ինչ ասի։ Բայց գուշակ ինքը խնդրով է։ Ես չեմ հանդիպել մի գուշակ, որ հրաշալի դրական առողջ ընտանիք ունենա, ինքն էլ առողջ լինի, ամբողջ օրը ժպտա։ Հիմնականում բոլորը խնդիր ունեն։ Հիմնականում տեսեք, իրանք դե տեսեք, այդ մարդիկ խոցելի մարդիկ են։ Եվ իրենք փնտրում են, որ ինչ-որ մեկին գտնեն, այդ ինչ-որ մեկը իրանց ասում, «Ահա, քեզ թուղթու գիր են արել»։ Հասկանում եք, այսինքն այդ պատասխանատվությունից նաև փախչելը։ Չէ, եթե դու խորանաս, դու կհասկանաս, որ հնարավոր է թուղթու գիրը մենք ամբողջությամբ չենք բանանում, հա, արժե զրկում կամ ասում, որ դա գոյություն չունի։ Չի, գոյություն ունի։ Բայց ես քեզ ասեմ 70-80%-ը այդպես բան չկա։ Okay, հələ նույնիսկ ես քեզ ասեմ, մարդը ինքը իրան կարա թուղթու գիր անի, ինքնանեշն չանքով։ Իսկ ինքնանեշն չանք անի, որ օրինակ ասենք ինձ թուղթու գիր են արել ու մտնի այդ վիբրացիայի մեջ, այդ գիտակցության մեջ ինքնաբերաբար իր գործերը վատանան։ Բայց գուշակը հենց այդ մարդուն նկարագրում է, կարա միջև անգամ անուն ասի, տարասի, այս մարդն էլ հավատում, դες ինչքան ճիշտ ասես, բայց գուշակը պետք է ճիշտ ասի, որ դու հավատաս։ Գուշակները պրոֆեսիոնալ հոգեբաններ են, պրոֆեսիոնալ։ Նրանք կարան ազգային անվտանգությունում աշխատեն շատ լավ կարող են աշխատել, հա։ Ուրեմն կարող է ինչ-որ բաներ տեսնեն էլ, Լուսիա ջան։ Հիմա ինչքանով ճիշտ, ինչքանով սխալ։ Հիմա մենք նստած ենք, կարաս նայես ինձ ու լիքը բան տեսնես։ Ես էլ քեզ։ Օրինակ, երբ որ մենք ծանոթացել ենք, շփվել ենք, երբ որ դու ինձ ասացիր բարի բան, հա, այս մեր հաղորդումը սկսելուց առաջ տեսնում ես, չէ՞ դա։ Դա տեսնում։ Երևում է։ Դե այդ իմ բարության հետ կապված կարաս վերցնես մի բան էլ ավելացնես, ասես սովար գիտես։ Դրա համար եմ հրավիրել։ Այսինքն մարդու դեմքից, մարդու հայացքից, Սովար եթե դու չար մարդ լինեիր, ես քեզ հարցեր չէի տա։ Ինձ պետք չի թորյա իմացող մարդ, այնքան հոգեբաներ կան հրաշալի թորյագետը, գերազանց, կարմիր դիպլոմով ավարտած, բայց որ ես իրանց լսում եմ, իրանք ինձ չեն լրացնում։ Ես երբեք ասեցի սկզբից, որ իմ տեսակետով չեմ նայում, ես քեզ նայում եմ բոլորի աչքերով, բոլորին եմ այտենց ես նայում, տեսնեմ, եթե այս մարդու հետ խոսի, գնա շփվի, դա իրան ինչ կտա։ Ես հիմա էլ քեզ ուզում եմ հարց տամ, եղել է որևիցե ասենք մի կին, որ երեխա չունի ու դու իրան օգնել ես, որ ինքը հղիացել է։ Շատերը։ Շատ մենք ունենք այտենց շատ դեպքեր Լուսիա ջան եւ միայն այս խնդիրները չէ։ Շատ խնդիրներ կան։ Տեսնում ես որ բարի մարդն է դա անում։ Բայց ոչ թուղթու գիրն անում։ Քո խոսքն անում, քո թթվածին անում, քո կապն վերևի հետ անում։ Այո։ Այո։ Իսկ որ ասենք երեխա չեն ունենում, ասեցին սկզբից որ կանացիների գինեկոլոգիայի խնդիրներ են ունենում, այդ էլ գիտես ինչ։ Կինը հղիների յոգայի անին մեջ, հղիների յոգայի մասնագետն է մեր։ Աշխատում է հղիների հետ եւ նաեւ ծննդաբերությունից հետո հետծննդաբերական յոգա գոյություն ունի, որ էլի իրենց նախապատրաստում են շնչառությունը, մնացած process-ները, ամեն ինչը։ Տարիքը, ասենք միջև ես տեսել եմ եւ ասել եմ միջև 42 տարեկան կարաս երեխա ունենաս։ Կան մարդիկ, որ ասում կարող ես, ասում եմ քո վրա ժամկետ եմ դրել, ունեցի։ Միջին թվեր են իրականում։ Դրանք միջին թվեր են։ Հա, բայց կարող է։
Կարող է։ Նայած այդ ոչ Տես օրգանիզմը պետք է առողջ լինի։ Հա։ Եթե դու առողջ ես 80 տարեկանում էլ կարող հա բայց իդեպը տես մի հատ դեպքեր չէ եղել 70 թե 80 տարեկանում ինչ որ մեկը երեխա էր ունեցել։ Եթե կինը իր ամուսնուն խանդում է հիսերը ահավոր բան է խանդը ոչ մի կին դա չի կարողանում տանի որտեղ կարող է ինքը օրերով սոված մնա այդքան ստրես չտանի ինչքան ամուսնու դավաճանությունը անմիջապես ու չի մոռանում երբեք անմիջապես այդ ստրեսը խփում է իր գինեկոլոգիային Այո ու մեծ ամասնությամբ ես իմ այցելուներին ասում եմ գնամ մամայի թարսու տատի թարսու հարևանին հարցրու ով ունի արգանդի հեռացում իր ամուսին իրան դավաճանել ու արիտես որ այդպես է շատ դեպքեր կհամընկնեն այո շատ դեպքեր կհամընկնեն հնարավոր որոշակի բացառիկ այլ ուրիշ բաներ լինեն հա պատճառներ լինեն բայց ինչի է դավաճանում չի սիրում իր կնոջը թող բաժանվի բայց չխփի են ամբողջ բանը ինչը որ իրեն պետք է այնտեղ դու ոնց ես գտնում տղամարդու դավաճանությունը ինքը իր կնոջը չի դավաճանում ընտանիքին է դավաճանում դե ինքը նախ ինքը իրեն է դավաճանում սկսենք այդտեղից գնում է ինքնահաստատման այստեղ երկկողմանի է ամեն ինչ գիտես ոչ մի կողմին պետք չի բան անել արդարացնել կամ մեղադրել բայց նու պետքա հասկանան այս մարդիկ պետքա նստեն հասկանան նախ ամենաառաջինը խոսքով որովհետև գիտես մի կողմին լսելով պետքա երբեք բան չանես եզրակացություն չկազմես ես ոչ կարդարացնեմ տղամարդկանց ոչ էլ բան կանեմ կփնովեմ հա ուղղակի կասեմ որ դա լավ բան չի իհարկե կինը առիթ է տալիս ու որ դավաճանում է ինչքան այդ տղամարդը շատ է կանայք փոխում խնդիրը տղամարդու մեջ է ոչ թե կանանց մեջ է հենց դա է գնում ինքնահաստատվում ու նման մարդիկ այդ գարասկոպի նշանով էլ գիտեմ հիմնական ովքեր են բայց դա չեմ ուզում ասեմ շատ շուտ իմպոտենտ են լինում եւ այդ հիվանդությունը տղամարդու որ կա այդ են ունենում գիտեք ինչն է որը հետո քարծքեղ է տալիս իրականում այո իրականում էդ էլ է երկրորդ չակրա էլի պրոբլեմա Էդ էլ իմ ասած Դեսքան իմ աշխատանքը այդքան տարիների փորձ արդեն բավականին ինձ բան է ասում դրա համար էլ վստահ եմ խոսում ինչ որ խոսում եմ սա 1-2 օրինակներ չեն գիտես այստեղ պետք է ուղղակի իրանք աշխատեն իրենց վրա պետք է աշխատեն կինը պետք է փորձի բերի հասկանա ինչն է պրոբլեմը որովհետև սա տրավմաների մասին է նաև լույս է ջան հա մանկական տրավմաների այստեղ միանշանակ տրավմաներ կան Եվ այլ ուրիշ հարցեր կան, հա, երեխաների վրա ազդում է, հետո իրանք էլ են այտենց լինում, այդ մենք այտենց մի հատ ասացված կունենք հայկական, մենակ շփոթում են մամայի բախտ աղջկա բախտ, թախտ, ինչ որ sense բան կա, թե մամայի թախտ աղջկա բախտ, այդ մաման եթե ամուսին չունի բաժանված է, իր աղջիկն էլ այտենց լինում, անմարդ է, մեծանում Գիտես, ընտանեկան ինստիտուտը ամենակարևոր ինստիտուտներից մեկն է մեր կյանքում, մանավանդ երեխաների առողջ անվտանգ ձևավորման համար։ Հիմա գիտես ոնց իրավիճակներ կան, որտեղ չգիտեմ, մարդիկ իրար չեն հասկացել։ Իհարկե յոգան ինքը չի խրախուսում բաժանությունները ոչ մի կերպ, ինքը միշտ խրախուսում է, որ դու պահես քո ընտանիքը։ Դժվարություններ կան, չէ՞, փուլեր կան, process-ներ կան, որ յուրաքանչյուր ընտանիք ընկնում է դրա մեջ։ Հնարավոր է ինչ-որ մեկին կողքից են դրթում, հնարավոր է տարբեր իրավիճակներ է ստեղծում, բայց եթե ստացվել է դա, Լուսիա ջան, ուրեմն այստեղ էլ պետք է կարողանան չարյաց փոքրագույնը, ուրեմն գնան այդ ուղղությամբ, հա, ու փորձեն
այնպես կազմակերպեն իրանց միջավայրը, որ երեխաների համար մինիմում վնաս լինի։ Որովհետև իրականում այդ երեխային համ մամայա պետք, համ պապա։ Եթե չի ստացվել ձեզ մոտ, օքեյ։ Կարական հա, որովհետև երբեմն նույնիսկ այդ տարբերակն է ավելի կառուցողական։ Ես էլ եմ ասում, դա չի խրախուսվում, բայց երբեմն, այո, ամեն մեկը թող իր կյանքով ապրի։ Բայց մեղք են։ Այն էլ այս 20 թվականից այս կողմ կորոնան որ եղավ։ Շատ աշխարհում իմիջալոց, բայց ես Հայաստանի մասշտաբով ասեմ, տղամարդիկ շուտ են գնում այս աշխարհից։ Հարվածներն իրանց շատ խփեց։ Տեսեք Ուկրաինա այդ երկրները որ պատերազմիր կա, տղամարդիկ են մահանում։ Տղամարդիկ են մահանում։ Մեզ մոտ էլ պատերազմը տղամարդ, կորոնան մեծան, եթե տոկոսային այս տղամարդ, վթար տղամարդ, կռիվ տղամարդ, իրանց մատը փուշա մտնում, իրանք տեղ են խմում, որտեվ իրանք կիսամարդ են։ Իսկ իրանց ապոռան ոնց են ասում, հիմքը կինն է, սկիզբը մայրն է, հետո կինը։ Տղամարդիկ թույլ են, այո։ Ինչքան էլ այդ ֆիզիկապես տղամարդը ուժեղ է, բայց հոգևոր տեսանկյունից եւ հոգեբանական տեսանկյունից տղամարդը ավելի գոտկատերից կինը դուրս է գալի ինքն գնում է։ Դրա համար ցանկացած հաջողակ տղամարդու ետևում կա մի հատ ուժեղ եմ ասում, այս վերջերը շատ եմ ասել, սիրեք ձեր տղամարդկանց, հարգեք, մարդատեղ դրեք, հարգեք, պետք է հոգ տանեն տղամարդում։ Տղամարդը ինչ ուզում, շատ քիչ բան ուզում իրականում տղամարդը։ Եվ տղամարդուն շատ քիչ բան է պետք։ Ասենք կնոջը այնտեղ, չգիտեմ, տարբեր բաներ է պետք, չէ՞։ Էս եմ ուզում, այն եմ ուզում։ Իրանք լավ համով բաներ են սիրում։ Հոգատարություն։ Հենց դա հոգատարությունն է։ Հոգատարություն։ Ու հարգանքը իրոք շատ կարևոր է։ Ամուսինը մահանում է, կինը տարիներով կարա մենակ լավ էլ ապրի։ Բայց որ կինն է մահանում, ամուսինը չի կարող, կամ մեկ ուրիշն անմիջապես գտնում է, կամ հետևից է գնում։ Այսենց է տղամարդը, հիմա էլ կանանց դարաշրջանում ենք։ Այդ լավ է։ Հա, դրոշը մեր ձեռքն է, բայց այդքան ճիշտ չի, ճիշտ չի, որ երեխա են ունենում, ասում են դու պատրաստ ես երեխա ունենալու, դու պատրաստ ես, մամաները վայ տղաս չամուսնացավ, վայ 23 տարեկան երեխուն մաման խառնվում է, վայ չամուսնացավ, 23 տարեկան ինչ պետք է կայանա այդ տղամարդը նախ մի հատ որպես տղամարդ։ Այն ժամանակները մալադայ գվարդիան վերջացել է 15 տարեկանից հերոսներին։ Հիմա անցել է, հիմա արագ մտածելա կերպն է գնում, ժամանակաշրջանը փոխվել է, կոմպյուտերային դարաշրջանն է, որ ռոբոտային ավելի շուտ որ մարդ էլ չի մտածում, այդ է մտածում, որը որ ճիշտ չի, մարդկային շփումն է դադարել։ Հենց շատ դեպքերում Լուսե ջան, հենց այդ շտապողականությունն է բերում այդ խնդիրներին։ Հա։ Այսինքն այդ մարդը դեռ պատրաստ չի, այդ մարդը դեռ կայացած չի, այդ մարդը դեռ ինքնուրույն չի։ Միանգամից մտցնում են ընտանեկան ինստիտուտ։ Ինչ որ ձևով պետքա պատրաստել։ Գիտելիք է պետք է ստեղ։ Ո՞վ է պատրաստում։ Ծնողը։ Առաջինը ծնողը։ Եվ ամենաառաջինը իր օրինակով։ Հետո զաքսերը։ Որ գնում է զաքս, այնտեղ պետքա լուրջ, զաքսի վարիչը նստի կամ կողքը լուրջ, ընտանիք տեսած, ոչ թե 24-25 տարեկան հոգեբան լինի, որ հասկանա ընտանիքն ինչ բան է, կեսրորսն ինչ բան է, եւ սեքսապաթոլոգ լինի, որ կարողանա դրանց սովորացնի։ Սեքսն ինչ բան է, առաջի գիշերը կինը իրեն ոնց պետք է պահի, տղամարդը ինքն էլ չգիտի։ Ինքն էլ չգիտի, ցավեր է տալի կնոջը, իսկ ին առաջի գիշերը եթե ցավ տեսավ, հաջորդ անգամ չի ուզում։ Իրա մեջ նստած է այդ ցավը։ Այնքան նուրբ է մարդը, այնքան բան կա։ Շատ խորը բաներ կան, այո։ Ու այդ ամենը գիտես, պետքա կրթել ուղղակի։ Այդ պետքա կրթություն է, պետք ու լուրջ կրթություն է պետք է։ Պետք է Հայաստանում մարդի ինստիտուտ բացվի, որը որ չկա։ Լավ։
Հիմա մի շատ կարևոր ինձ համար շատ կարևոր է դա, որտեղ դրա պատասխանը չգիտեմ։ Այնքան գրքեր եմ քչվորը չեմ կարող գտնել։ Մինչև անգամ բանականությանն եմ հարցրել։ Դա ռեստական ընկերս է։ Ինչ լինում է իրան հարցնում եմ։ Չգիտեմ ոնց կնայես դրան իմ ասածին։ Ինչի համար է աղջիկ տղա գնում սեռափոխվում։ Լուրջ հարց է, չէ։ Կա պատասխան իրականում։ Չգիտեմ ինչ ասել քեզ արհեստական բանականությունը։ Ինչի՞ է տղան ուզում գնա սեռափոխվի դառնի աղջիկ կամ աղջիկը գնա դառնա տղա։ Բայց ավելի շատ տրավմա է դա։ Տղան է ուզում դառնա աղջիկ։ Տրավմա է դա, Լուսիա ջան։ Ինչի՞ բայց։ Տրավմա է, հոգեբանական տրավմա է։ Փոքրուց։ Այո։ Մամա պապայից էլի։ Հիմնականում հա։ Կամ իրանց անցած կյանքերից կամ այս կյանքից իրաց մամաց պապայից։ Հոմոսեքսուալիստն է ծնողից գալի, որ հետո ասում է պապերը տենց են եղել, պարտադիր չի։ Չէ, այդ պապերը այդ կապ, այդ առումով չէ։ Այդ առումով։ Բայց որ ծնողի հետ խոսում ես, ասում ես սիրել եմ, տվել եմ, արել եմ, ես եմ արել, այդ չէ, ինչ որ բռնության է հաստատ ինքը ենթարկվել հիմնականում։ Այդ պաչիկը սեր չի։ 80-90%-ը ուրեմն բռնության ենթարկված մարդիկ են։ Բռնության ինչ եղավ։ Բռնության են ենթարկվել։ Բռնության։ Այո։ Հա։ Եվ այստեղ լուրջ, այո, ինքը շատ ծանր բան է։ Իրանք այնքան տխուր են։ Շատ ծանր բան է։ Ու լավն են։ Պրոպագանդա չի գնում, ուղղակի պետքա հասկանալ ամեն երևույթի արմատը։ Բայց կարելի է որպեսզի կարողանալ աշխատել դրա հետ, այո։ Հետ կանգնեցնել։ Այո, եթե նրանք ուզենան։ Եթե մարդը Լուսիա ջան ուզում է բուժվի, չի ուզում։ Եթե չի ուզում բուժվի, ոչինչ չես կարող անել։ Չէ, չես կարող անել։ Միջև անգամ գիտեմ մարդիկ ասում են, եթե շարից այնքան հանդիպել եմ, այտենց ու խոսել եմ, շատ, տարիներ առաջ, ասում են ինքնասպան կլինեմ։ Ես ասել եմ, ես էլ չեմ խառնվել։ Դե դա ամենալուրջ մեղքն է։ Հա։ Այդ մարդը պետք է իմանա, որ ինքը շատ լուրջ մեղք է գործում։ Ինչից դուրս եկավ դա տենց բան։ Այդ աշխարհում կա է։ Այդ միշտ է եղել։ Աշխարհում կա, որ նայում ես Աստվածաշունչի 5 կտակարանում էլ։ Կա դա։ Հնդիկների մոտ էլ կա, չէ։ Բուդդիզմը Գանեշանա, չէ, որ համկինա, գլուխը փիղը, կիսամարդ, կիսափիղ։ Այն որ մի հատ էլ կա։ Գանեշանն է, որը որ հաջողության, առատության խորհրդանիշն է։ Գիտելիքի։ Գիտելիքը, հաջողությունը, առատությունը եւ համարվում է, եթե դու ինչ-որ մի գործ ես նախաձեռնում, եթե Գանեշան է այնտեղ, կամ այդ էներգիան, այդ վիբրացիան, հա, Գանեշայի, համարվում է, որ անհնարինը դառնալու է հնարավոր։ Ես ինչ հարցեր քեզ դիմեցի, ես պատասխանը ստացա։ Որտեվ միջև քեզ հրավիրելը ես արդեն մտածել եմ ինչ ասեմ, որը որ շատերին է դա հուզում։ Առաջինը այդ երեխա ունենալու հարցն է, որքանով կարող ես ու դու ասեցիր այո կարող եմ դրա համար շատ շնորհակալ եմ։ Հնարավոր այո, լսեցին։ Փորձեն, այս մեկ ոնց անի որ չարությունը մեջից դուրս գա մարդկանց, որտեղ այդ միայն Հայաստանում չի։ Թող չմտածեն։ Սրտի չակրայդ պետք է աշխատել։ Ուղղակի աշխատել սրտի չակրային։ Այդ մանտրաները շատ անեն, որտեղ իրոք դա օգնում է մանտրաները։ Ու սարեր ծորեր գնան աղոտ կանեն, այն էխուն հայրեն ինչ են ասում, արձագանքը։ Այդ որ գոռում ես, ինչ որ մի բան, այդ հետա գալի քեզ դմ, դու մաքրվում ես։ Առաջ ես շատ է, որ ամուսնուս հետ դուրս ենք ասում, կոնդիմյաց դե կանգնեմ գոռամ, որ սարեր են գնում քյավար, այդտեղ սարերը բարձրալավ, ու զգում է Դուք քյավարցի ես, Լուսիա ջան։ Չամուսինս է, ես մի Երևանցի եմ։ Հասկացա։ Հա, որովհետև ես էլ դե այն կողմերից եմ էլի, այդ Մարտունի բան։ Հա, չէ, Մարտունին ուրիշ է, քյավարն ուրիշ է։ Դե կպած է էլի, հարևաններ ենք։ Ոնց որ հա բոլորս էլ հայ, ոնց որ Քյավարցի շատ լավ հարց է, չէ՞ պահում։
Լավ պահել են քեզ։ Հա, մակրացեր Հա։ են, լավ ճաշեփող են, ամուսին պահող Հենց հետաքրքիր է, որ գնում ես Քյավառ, մի քանի անգամ եղել է, որ այդպես այցելել է։ Ուրեմն բոլոր աղջիկները, բանը, այսպես թափով, սիրուն, բան, լավ իրոքից պահած են։ մի քիչ լեզուն է, կոպիտ ոչինչ, դա էլ թող իրանց այբը լինի։ Դե հիմա չի Բայց կարա իրանք լավ- ամեն ինչ իդեալական լինի։ Քյավառցի հացը ուտվում է։ Հա։ Շատ Որովհետև հյուրասեր են, բաց են։ Ձեռաբաց են։ Այո, Այդ սուտը այո։ որ ասում են սա խմող են, տենց չի։ Մեր երևանցիք չեն խմում։ Այսպես աները դուրս է եկել էլի Հա։ խեղճերի։ Եկեք ասենք, որ Հայաստանը վիճակը լավ է լինելու, չէ՞։ Դուք Միանշանակ ես տեսնում եմ ապագա այստեղ ու ես մնացել եմ այստեղ ու դեռ շարունակելու եմ մնամ Հա։ ու հուսով եմ իջե վերջը Չէ, չէ, ուր է գնալու Հնդկաստան։ Չէ, Ուր է գնալու։ ես իմ Ուղղակի այլ գնա- մոլորակ։ Չէ, նստի տեղը։ Չէ, այստեղ եմ, ժամանակ ուր է, գնամ, չէ։ Լուսիա ջան, որտեղ էլ որ գնում եմ, Այս քո հողն է։ 7 օր հետո, ուրեմն 7 օր է տևում, գիտես, Հա, շատ հետաքրքիր է։ Ոտքը տամուր։ Ուրեմն 7-րդ օրը սկսում եմ Հայաստանը Ես կարոտել։ ուզում եմ հարցնեմ, դու որ կենթանակերպի տակ ես ծնվել։ Ցուլ եմ ես, արևայինով, լուսնայինով խոյ եմ։ Հա։ Կա, հա։ հա, Տեսնում ես։ Դրա համար մենք դե ես էլ խոյեմ։ Հմ, Դրա համար մենք իրար գտանք։ Ես վաղուց սուվարին գիտեի, այն իմ փիստ ու բոլորդ գիտեք այս ստրեսային վիճակում ինձ ասում, «Էդ ինչա հետդ կատարվում, մի հատ թափ տուր քեզ»։ Քեզ լավ նայ, քեզ լավ նայ։ Ասում է հա, բայց գնում են կողմը լացել լինում, ցավը գիտես խորն է շատ, չեմ ուզում հետ գնամ, ճիշտ չի դա։ Որտեվ ես էլ տղա ունեմ ու թոռներ ունեմ, իրանք շատ վատ են լինում, որ ես հանկարծ սև հագնեմ ու լաց լինեմ։ Որտեվ իմ տղան հրար իմ կողքնա միշտ։ Եվ միշտ էլ ինքը քո Ու կողքն ես է։ կգնամ իմ տուն, ամբողջ ինքն դեղա։ Ու չի թողնի ոչ ոք իմ տուն մտնի, ոչ մի սրիկա։ Դու գիտես մեր տան պատմությունը բոլորը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի, որտեղ ես համատարած ասում եմ։ Մի խոսքով բարի ապրեք, սիրով ապրեք, ինչ հարցեր որ ունեք, լուրջ բաներ, սուտի փուտի թուղթուկեր, մուղթուկերը տենց բաներով սուվարին չդիմեք, ինձ էլ մի դիմեք, որտեղ ես ոչ մոգ եմ, ոչ էլ մարգարե, ոչ էլ պայծառատես։ Իմ աշխատանքը զրույց է, որպեսզի ընտանիքները ամոլ լինեն ու տեղ առողջ երեխաներ ունենան ու նույն բանն էլ սուվարն է, որտեղ իր ընտանիքը այդպեսին է։ Հրաշալի բարի կին ունի, եթե կինը ճիշտ չլներ, դու լուսավոր երեխեք չես ունենա։ Դե միանշանակ։ Քո երեխեքը լուսավոր են։ Արտադրությունը դու ես, հումքը, արտադրությունը կինը տա։ Դրա համար ծնվել են լուսավոր երեխեք։ Ու թող բոլորի ընտանիքները Բոլոր մեր հայ ազգի բալիկները առողջ լինեն։ Այո, Երջանիկ լինեն, հաջողակ լինեն, այո։ Հաջողությունը կարևոր բան է, շատ հաջող Եվ այդպես է լինելու է Լուսիա ջան։ Հա։ Թող այս նյութը լսող մարդկանց իսկապես օրհնություն լինի եւ կա ու կլինի։ Այո։ Ես ուրախ եմ, ու շնորհակալ քեզանից ու վարչան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ իրականում կարոտած, այտենց շատ հաճելի, շատ անմիջական, այտենց հոյակապ զրույց էր։ Անմիջական եմ ես չեմ կարա, եթե մեկը շատ գրագետ բառեր է խոսում, իմ շունչը կտրվում։ Չեմ կարում, որտեվ ես մանկավարժ եմ։ Ես ուզում եմ Պետք է հասարակ լինես։ Ըմբռնելի լինի բոլորի համար։ Այնպես որ օրհնություն թող իշնի ձեր բոլոր մեր հայ ժողովրդի ընտանիքներին, այդ ձեր չարությունը ձեր միջից հանեք շնչառական վարժություններով։ Լոտոսի նման նստեք ուղիղ ու անդադ այդ որ ես առողջ եմ, ես լավ եմ, ինչքան վատ մտքեր կա, արևը վերևից քաշեք ձեր վրա, տեսեք ինչքան դուք լավ կզգաք։ Եթե կնեղվեք, դիմեք սուվարին։ Համանել կգրենք երևի։ Դեռ չեն գրի, բայց կգրենք։ Ստուդիան ունի համար, հա, այդ համարը եթե ցանկանաք գրում են հարց եմ տալի ինչի համար է զանգել նոր։ Այնպես որ սա մեր աշխատակցին կխնդրենք սուվարի համարը, եթե ձեզ հետաքրքրեց ու կզգաք, որ օգնության կարիք ունեք, կարող եք դիմել, զանգահարել, այսքանը։ Հաջողություն բոլորիս։ Ստեսություն, հաջողություն։